Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, 1999 թվականի հոկտեմբերի 27-ին թիրախավորվեցին և խոցվեցին հայ ժողովրդի ազգային արժեքները, սրբությունները, պետականությունը և եկեղեցին։ Ղարաբաղյան կլանը զավթեց Հայաստանում ժողովրդի իշխանությունը, ձևավորեց օլիգարխիայից, բանդիտներից, ջեբկիրներից կազմված իշխանություն։ Նրանց փաստորեն գոլեգա Կտրիչ Ներսիսյանն էլ խախտած լինելով կուսակրոնության ուխտը իր նման մի քանիսի հետ նույն օրը, նույն պահին, երբ ազգային ժողովում գնդակահարվում էին պետական գործիչները, զավթեց հոգևոր իշխանությունը։ Ավելի մեծ և թիրախային հարված հնարավոր չէր հասցնել հայ ժողովրդին։ Եվ այս կետից սկսվեց տասնամյակների աղետը, որպես գույք պարտքի դիմաց տրվեցին Հայաստանի տնտեսական, էներգետիկ կարևորագույն նշանակության օբյեկտներ, փաստացի հայ ժողովրդին զրկելով սեփական երկրում հարստանալու և իր երկիրը հարստացնելու, հզորացնելու հնարավորությունից։ Ժողովրդական լեզվով ասած, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, մեզ առաջին փուլով կտրեցին փողից, որ այլոց հովանավորչության, բարեգործության, պաշտպանության հույսով ապրենք։ Հետո վերջնականապես զրկեցին ժողովրդին սեփական երկրում ընտրելու, որոշում կայացնելու իրավունքից։ Ասել է, թե մեզ ուղիղ ասեցին, որ մենք չենք մեր երկրում տերը չենք, մենք մեր տանը։ Ռոբասերժականները ուղիղ մեզ հետ էին ասում տասնամյակներ շարունակ։ Բայց այս ամենը առավել սահուն իրականացնելու համար պետք էր ժողովրդին էլ ավելի ճնշել, էլ ավելի ստորացնել ու զրկեցին նաև մեզ կրթության, ճշմարտությունն իմանալու հնարավորությունից։ Եվ այս գործը ստանձնեցին դաշնակները, ինչպես մի շարք այլ կեղտոտ ու արյունոտ գործեր։ Դպրոցական դասագրքերից մինչև գիտական հոդվածներ լցվեցին կեղծիքով, ամեն բան արվում էր, որ թաքցնեն պատմական փաստերով հիմնավորվող իրենց դավաճան ու ստահակ դեմքը։ Ու այսօր էլ եկել են, քննադատում են փաստը, որ մենք 300 դպրոց, 500 մանկապարտեզ են կառուցում, ինչ-որ ժամկետներ են քննադատում և այլն, ու ասում են, թե բա մեր ժամանակ, իբր թե Քոչարյանի ժամանակ, ինչ-որ 200 դպրոց է կառուցվել։ Բա ես էլ ընկած մանեմ գալի ով էր այդ դպրոցները կառուցել։ Ոչ սեյսմիկ, ոչ զուգարան կար նորմալ, ոչ ջեռուցում կար նորմալ, ոչ ապաստարաններ կար նորմալ։ Դուք եք այդ դպրոցները դուք եք կառուցել, որ մենք հիմա ստիպված զրոյից վերակառուցում ենք ձեր այդ իբր թե սարքած դպրոցները, որը կեսը մեջ էի կարել, կեսը գոմ էիք սարքել, կեսն էլ ձեր տունն էիք սարքել։ Հազարավոր երեխեք էլ զրկելով կրթության իրավունքով, որ մեծանան մի միջավայրում, որտեղ դուք իրանց հետ ինչ ուզենաք կարանաք անեք, այ դուք